Բարոյ, պարոն Շապրան, ես Մայր Վարդանյանն եմ, Վանաքսեն բաժնություն, ինչ եք պատասխանում իրական։ Ձու եմ փոխանցում։ Ոստիկանի կարիք չկա ձու փոխանցել։ Հա? Մի փոխանցել։ Չէ, ակցիա եմ իրականացնում։ Ձեր ակցիան ինչ կապ ունի ոստիկան ձու փոխանցելու հետ։ Բայց չեք թողում ասնեմ։ Եթե դուք ցանկություն ունեք դատախազությունը, որով դիմում բողոքեն, ներկայացել եմ, ընդհանցակարգով տվել եմ չեմ։ պարոն Շապրան։ Ես հարց չեմ ուղում, դուք եք գալի երկխոսության եք իմ հետ ընթանում, ես ձեր հարցին պատասխանում եմ, դուք եք ինձ հարց ուղում, ես ձեր հարցին եմ պատասխանում։ Ասում եմ դիմում գրեք։ Ես ասում գրում եմ, գրել եմ, ցանկություն ունեմ, գրել եմ, ցանկություն ունեմ, գնացել եմ, գիտեմ, անցած շաբաթ մոտիկացել եմ, ոնց որ կարգն է պահանջվում օրենքով արել եմ, այդ ամեն ինչին իրավական ընթաց չի տրվել։ Դրանով պայմանավորված տեղեկացրել են դատախազությանը նույնիսկ դեպքի արդի, որ գալու եմ ակցիա իրականացնել։ Հիմա կարեք ասեք։ Ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն եք ցանկանում, բարձրաբանում եք ուզում։ Պատշաճ ընթացք եմ պահանջում։ Գործի վերաբերյալ առաջարկում եմ։ Եթե ունեք ցանկություն բարձրաբանման, կարող եք մոտենալ ընդունարան։ Մոտիկացել եմ քանի անգամ մոտիկանը, գիտեք քանի անգամ եմ ես դիմում։ Դու գիտեք քանի անգամ ես ամեն օր Դատա չէ, ընդունարան բան եմ փոխանցում։ Լավ, շատ, հիմա խնդիր չկա, ընդունարանն եմ։ Դուք չեք նոր ասում ընդունարան եւ այլն։ Դուք մոտեցեք ձեր դիմումը Մի վարկյան, չեք թողում, ես իմ ակցիան եմ իրականացնում, ձվերս տեն թողում։ Փոխանցում։ Այսօրվա իրավապահ համակարգի ոչ պատշաճ գործելավոճի հարցուկն է ու այս նման ձևի ակցիաները շարունակական բնույթ է կրելու։ Այսքանով ես ավարտում։ Ասում եմ պահանջում։ Ասեցի հրապարակային կհայտարարեմ, առայժմ չէ, բայց շարունակական բնույթ կրելու է։ Հիմա կարող է, չգիտեմ, այսօր իրականացնեմ, վաղը առավոտը իրականացնեմ եւ ինչ ոճով, ինձ հայտնի չի, չեմ որոշել, բայց հաստատ ես դա շարունակական բնույթ է կրելու, եթե իրավապահ համակարգը այդ ամեն ինչին պատշաճ ընթաց չտա։ Ես հույս ունեմ 0.000 ամբողջ 10%, 1%, որ գոնե այս քանից հետո ընթաց կտան, եթե չեն տա, էլի շարունակելու եմ։ Տեսնում եք իմ արարածների մեջ քրորեն եւ եսի ինչ վատ բան չեմ անում, էլի։ Բացի գլխավոր դատախազությունից այս խնդրի հասցեատերը որ կառույցն է։ Երևանի քաղաքապետարանը։ Իսկ սկզբնա եթե իր սկզբնաղբյուրն ենք վերադառնում, Երևանի քաղաքապետարանն է, որտեղ էլի եմ կրկնում 2024 թվականին համայնքապատկան հողի վրա շինություն են կառուցել, Երևանի քաղաքապետարանը դրա մասին տեղյակ է, դիմում գրավորով տեղյակ է, գնացել արձանագրություն է կազմել, որ շինությունը ապօրինի է, մի տարի շինարարություն են անում, չեն կասեցնում, թողում են, Չախոյանը երբ որ գնում է հանրայնացնում է, ասում է Չախոյանը զրպարտություն է տարածում, բայց հետո այդ ամեն ինչը հաստատվում է ու Երևանի քաղաքապետարանը երբ որ ես գրավոր դիմում եմ գրում, ասում եմ Երևանի քաղաքապետարան, ըստ է որ այս հասցեում շինարարություն են անում, շին թույլտվություն ունեն, օրինական է թե չէ, նկարնել տալիս եմ քաղաքապետարան, ցույց եմ տալի, ես քաղաքապետարան ասում է, հա, շին թույլտվություն ունի, ամեն ինչ նորմալ է, Չախոյան, շուկա։ Համաձայն մամուլի տարածված տեղեկությանը Տիգրան Ավինյանի մտերիմներն են։ Կառուցվածը գործում է, ու իմ ունեցած տեղեկատվությունով արդեն երկրորդ հարգը պիտի կառուցեն։
Մասիվ նոնոկ վարչական շրջանում Բաղյան փողոց